Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն է եւ այսօրվա հյուրս Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն է։ Սա այս եթերաշրջանի առաջին հաղորդումն է եւ ամենևին էլ պատահական չէ, որ առաջին հյուրս ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչն է, ինչպես գիտեք, Հայաստանի ֆուտզալի հավաքականը պատմություն կերտեց, պարտության մատնելով իր գրեթե բոլոր մրցակիցներին, ընդամենը 3 հավաքականներից մեկը դարձավ, ովքեր արդեն նվաճել են ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Բարև ձեզ, պարոն Նազարեթյան, շնորհավորում եմ, շնորհակալություն եմ հայտնում այս հետաքրքիր իրադարձության, իրողության համար։ Առաջին միտքը, որ ունեցա Ղազախստանի հավաքականի հետ հաղթանակից անմիջապես հետո, միանգամից այսպես ինքս ինձ մտածեցի, մի հաղորդում կար այդպիսի ժամանակին, անհնարինը իրականություն։ Մի բան, որի մասին միայն երազել կարող էինք, այսօր դարձել է իրականություն եւ արդեն մտածում ենք ֆուտզալի Եվրոպայի չեմպիոն դառնալու մասին։ Մտածում ենք, չէ՞։ Իհարկե, եթե մասնակցում ենք, պետք է մտածենք միայն դրա մասին։ Մենք չենք գնալու այնտեղ ուղղակի մասնակցության, գնալու ենք այնտեղ հնարավորինս առաջ գնալու համար։ Շատ լավ, մենք դրան հիմա կանդրադառնանք, բայց նախ հեռուստադիտողներին առաջարկում եմ դիտել գործընկերներից պատրաստած տեսանյութը, որտեղ ներկայացված է այն ճանապարհը, որ անցել է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը մինչև այս պահը։ Խնդրեմ։ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը վերջին տարիներին մեծապես ուշադրություն է գրավում իր կայուն զարգացումով։ Հայաստանը սկսել է իր տեղը գտնել համաշխարհային ֆուտզալի քարտեզի վրա։ Մեր ընտրանին պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր, դառնալով Հայաստանի պատմության ընթացքում խաղային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որ հասել է նման հաջողության։ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի 6-րդ խմբում մեր ընտրանին 16 միավորով գրավեց առաջին տեղը եւ դուրս եկավ եզրափակիչ փուլ։ Մեր խմբում ընդգրկված էին ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման վարկանշային աղյուսակում լավագույն եռյակը եզրափակող Ղազախստանը, Դանիան եւ Ալբանիան։ Հայաստանի հավաքականի մեկնարկը խոստումնալից էր։ Առաջին տուրում մեր տղաները տանը 4-3 հաշվով հաղթեցին դանիացիներին, իսկ երկրորդ տուրում ոչ ոքի 4-4 հաշվով խաղացին խմբի ֆավորիտ Ղազախստանի հետ։ Հայաստանի ամենահարմար մրցակիցն Ալբանիան էր։ Նախ ֆուտբոլի ակադեմիայում մերոնք 4-0 հաշվով վստահ հաղթանակ տարան, ապա Տիրանայում կայացած խաղում հաղթեցին 5-1 հաշվով։ Դանիացիներին հանդիպեցինք նաև նախավերջին տուրում եւ կրկին առավելությունը Հայաստանի հավաքականինն էր 3-1։ Ամեն ինչ կախված էր վերջին տուրի արդյունքից։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը տանը հյուրընկալեց խմբում երկրորդ տեղում գտնվող Ղազախստանի հավաքականին։ Աստանայում գրանցված ոչ ոքից հետո հյուրերը միայն հաղթանակի դեպքում կարող էին շրջանցել մեր թիմին, բայց հարազատ երկրպագուների աջակցությամբ Հայաստանի հավաքականը հաղթեց 4-2 հաշվով։ Մեր ընտրանու կազմում հետիք գրանցեց Նիկիտա Խրոմիխը, մեկ անգամ էլ մրցակցի դարպասը գրավեց դարպասապահ Ալբերտ Աղաջանովը։ Այս հաջողության շնորհիվ Հայաստանի հավաքականն առաջադիմեց դասակարգման վարկանշային աղյուսակում եւ այժմ 1828.21 միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը։ Եվրո 2026-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա հաջորդ տարվա հունվարի 18-ից փետրվարի 8-ը Լատվիայում եւ Լիտվայում։ Եվ այսպես, պարոն Նազարեթյան, նորից պիտի շնորհավորեմ ու սկսեմ սկզբից։ Երբ որ Հայաստանում սկսեց կազմավորվել ֆուտզալի հավաքական, ընդհանրապես ֆուտզալը որպես երևույթ, իհարկե այն ժամանակ, եթե չեմ սխալվում, ուղղակի մինի ֆուտբոլ էր կոչվում, հետո պաշտոնապես դարձավ ֆուտզալ։ Այս մարզաձևով զբաղվում էին նրանք, ովքեր կամ հաջողություն չէին ունեցել մեծ ֆուտբոլում, կամ արդեն հեռացել էին ֆուտբոլից, վետերան էին, ֆուտբոլում այլևս չէին հանդես գալիս էին ֆուտզալ, ճիշտ եմ, չէ։ Այո։ Երբ փոխվեց վերաբերմունքը մարզաձևի հանդեպ, երբ մենք արդեն Հայաստանում ֆուտզալին սկսեցինք վերաբերվել բացարձակ որպես առանձին մարզաձևի, որովհետև ի վերջո ֆուտզալը իրականում ոչ մի կապ չունի ֆուտբոլի հետ։ Ուղղակի գնդակն է ու դաշտն է, գոլ են խփում, էս է։ Առանձին ռազմավարություն, մարտավարություն, տակտիկա, տեխնիկա, կատարողական
ամեն ինչը տարբեր է։ Երբ սկսեցինք առանձին մարզաձևի որպես վերաբերվել։ Դե ի սկզբանե առանձին մարզաձևի ենք որպես վերաբերվել, դա 97 թվականին, երբ որ առաջի առարկությունը եղավ, բայց նաև այդ թյուր ըմբռնումը, որ իրանք տարբեր սպորտաձևեր են, ես ուզում եմ այսօր եւս մեկ անգամ ասել, բոլոր լավագույն ֆուտբոլիստները այս պահին իրենց կարիերան սկսել են ֆուտզալից։ Եվ այն ինչ որ ֆուտզալը տալիս է ֆուտբոլին, դա կարծում եմ շատ անգնահատելի է, օրինակ Նեյմարի, Ռոնալդինյոյի, Ռոնալդոյի, Բրազիլիայի ընդհանրապես 99%-ն է ֆուտզալից սկսել։ Իմ համար նույնիսկ զարմանալի էր, որ Զլատան Իբրահիմովիչն է ֆուտզալից սկսել, եւ ել եմ ասում, այդ որ ինքը ֆուտբոլի մի մասնիկ է, դա ես ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել ու ասեմ, որ մենք հիմա հենց աշխատում ենք այդ ծրագրի վրա, որ մեր մոտ Հայաստանում նույնպես լինի այդ ֆուտբոլ-ֆուտզալ միքսը, եւ մեր Դավթաշենի ակադեմիան հենց դրան է նվիրվելու, որտեղ երեխաները պարապելու են համ ֆուտզալ, համ ֆուտբոլ եւ հետագայում արդեն 14 տարեկանից, ոնց որ Բրազիլիայում 14 տարեկանից արդեն իրանք կընտրեն իրենց ավելի ճիշտ մարզիչները կորոշեն ֆուտզալ, ֆուտբոլ եւ այլն։ Բայց մեր մոտ երբ որ տարիքով թարգած ֆուտբոլիստները կամ են, որ ովքեր չէին հաջողը, այդ ամեն ինչը նույնիսկ հիմա էլ կա։ Բայց մենք այս արդեն տարիքով ֆուտբոլիստների փորձը կարելի ասել վերացել է, բայց երիտասարդները ովքեր չեն հաջողում ֆուտբոլում, մենք ընդգրկում ենք ու այս պայն մեր հավաքականի 90%-ը հենց նման որտեղ մենք Դե հասկանալի է, որովհետև որպես այդպիսին ֆուտզալից սկսող երեխաների խմբակներ չկան առայժմ։ Մենք այս պահին նոր հայտարարություն ենք տվել, Երևան ֆուտզալային ակումբն հայտարարություն տվել, որ սկսում է ֆուտզալի ակադեմիայի պարապմունքներ, մինչև այս պահը մենք չենք ունեցել նման խմբակներ։ Այո։ Դրա համար այդ փորձը, որ ֆուտբոլում չհաջողված, բայց նախկին տարիքով ֆուտբոլիստները բացառել են, հիմա այն 17-18 տարեկան տղաներ, ովքեր չեն հաջողում, իրանք արդեն տեղափոխվում են։ Հավանաբար նաև դա էր պատճառը, որ կար ժամանակ, երբ որ Հայաստանի ֆուտզալի հավաքականի գերակշիռ մեծամասնությունը այլազգիներ էին։ Եվ եկավ մի պահ, երբ Պորտուգալիայի հավաքականը, ինչքան էլ զարմանալի է, մեզ պարտվելուց հետո բողոքեց UEFA-ին, թե այս ինչ է կատարվում, Հայաստանի հավաքականը նատուրալիզացված բրազիլացիներ ունի եւ դա բողոքում էր այն երկիրը, որի 95%-ը նատուրալիզացված բրազիլացիներ են։ Ուղղակի իրենք արդարացում ունեն, թե նրանք էլ են պորտուգալացի, մենք էլ ենք պորտուգալացի, սա հասկանալի է։ Բայց նաեւ դա մղեց մեզ նրան, որ կամաց-կամաց ավելի հայկականացնենք հավաքականը։ Չէ, մենք այդ պլանը մեր մտքում միշտ ունեցել ենք, որովհետև ես էլ եմ ասում, նույնիսկ այդ բրազիլացիներով խաղալու ժամանակ ես հասկացել եմ, որ մի պահից դա դադարելու է, որովհետև ու ասեմ ձեզ ավելին, որ աշխարհում ամենավերջինը մենք ենք արել։ Բոլորը Պորտուգալիայից բռնած Իսպանիա, չգիտեմ, այս Ղազախստանը 11 բրազիլացիներ, Իտալիան 12 բրազիլացիներով դարձավ Եվրոպայի չեմպիոն, Ադրբեջան, Ռուսաստան, բոլորը մեր դեմ խաղում էին բրազիլացիներով։ Ես մի անգամ տենց խոսքի մեջ այդ UEFA-ի ղեկավարին հարցրեցի, երբ պետք է բանանի, ասաց դե դուք էլ արեք, ֆուտզալի զարգացման համար ենք անում, որ են 20-30 զրոներ չլինի, բան, հենց մենք սկսեցինք անել, բողոքեցին։ Դա էլ է նորմալ, ուրեմն մեզ հարգում են, վախենում են, որ տենց բան ալնում, բայց նորմալ է ինչի, որտեվ այդ հավաքականները, ովքեր Եվրոպայի չեմպիոն, երրորդ մրցանակակիր, երկրորդ մրցանակ, օրինակ Ռուսաստանի հավաքականը մեր դեմ խաղան 6 բրազիլացիով խաղաց, չհաշված նրան, որ 240,000 գրանցված ֆուտզալիստ ունեն Ռուսաստանի հավաքականը։ Իսկ մենք ուղղակի կարիքից դրթված էինք այդ քայլին դիմել, որովհետև էլ եմ ասում, մենք ոչ մի դպրոց չունենք, ոչ մի խմբակ չունենք, դրա համար այդ պահին այդ լուծումը եղավ ու հետագայում նաև մեր մտքի մեջ ունենք այս երկրորդ ծրագիրը ու պատրաստում էինք այս երիտասարդներին, ովքեր այս պահին արդեն սկսել են խաղալ, դրա համար այդ փոփոխությունը այդքան ցավոտ չեղավ։ Երբ արդեն հասկացաք, որ Վլադիմիր Սանոսյանն ու թիմը կարող են լուծել այսպիսի լուրջ խնդիրներ։ Ես հիշում եմ նախորդ ընտրական փուլում էլի շատ հետաքրքիր խաղեր կայացան, էլի մենք հույսեր ունեինք, կարծում էինք, որ իզորու ենք, լավ հավաքական ունենք, բայց չստացվեց, հատկապես երևանյան խաղերը, որ հիշում եմ, ինչ դրամատիզմով էին անցնում, չստացվեց այնուամենայնիվ, բայց երբ հասկացաք, որ կարելի է ի վերջո հասնել
նրան, որ հաղթահարել ընտրական փուլը։ Մենք աշխարհի առողջության ձեր ասած աշխարհի առողջության ընտրական փուլից առաջ այդ առաջադրանքը դրեցինք մեր առջև, որ մենք աշխարհի առողջության ընտրական փուլին մասնակցելու ենք, բայց մեր նպատակը լինել է Եվրոյի խմբային փուլը հաղթահարելը, որովհետև այնտեղ Պորտուգալիա, Ֆինլանդիա, Վրաստան ու մենք առաջի անգամ ենք այդ մակարդակում, ու առաջի անգամ չէ, բայց այդ մակարդակում Պորտուգալիայի աշխարհի Եվրոպայի չեմպիոն, Վրաստանը 9 բրազիլիացիներով ու տենց մենք առաջադրանք դրեցինք, որ այս խումբը մենք համարում ենք նախապատրաստական փուլ հաջորդ Եվրոյից առաջ ու կարելի ասել 2022-ից 23 թվականից արդեն աշխատում էինք այս խումբը հաղթահարելու համար ու ինչպես տեսակ մեր մոտ ստացվեց։ Մարզաձևն էլ դարձավ ավելի մասսայական շնորհիվ նրա, որ մենք անցկացրինք 4-ի եզրափակիչը, Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որը իսկապես շատ լավ անցավ ու լավ հետաքրքրություն էր առաջացրել, տրիբունաները բազմամարդ էին, բոլորը գալիս էին, իհարկե Լուանին էին ավելի շատ երկրպագում, մեր դարպասապահին, բայց նաև մարզաձևը որպես այդպեսին սիրվեց ու ընդունվեց հանդիսատեսի կողմից։ Իսկ մասնավորապես այս մրցաշրջանին անդրադառնալով հենց Եվրոպայի առողջության ընտրական փուլին, ինչպես կձևակերպեք, ինչպես կներկայացնեք, միանգամից հարթ ամեն ինչ գնաց, թե վայրի վերումներ եղան եւ երբ որոշակիացավ, որ կարելի է։ Ասեմ ձեզ, որ մեր խումբը շատ բարդ խումբ էր, որտեվ ելեմ ասում Ղազախստանի հավաքականը զորեղ հավաքական է։ Երրորդն էր աշխարհում։ Երրորդ Եվրոպայում, 4-րդ աշխարհում։ Ու իրանց հետ մեր առաջ խաղը, երբ որ այնտեղ 4-4 ավարտեց, ոնց որ այդ պահից, չնայած ես միշտ հավատացել եմ, որ մենք այդ հարցը լուծելու ենք, բայց այդ 4-4-ից հետո տղաները նաև սկսեցին իրենց մեջ արդեն ոնց որ այդ հավատը եկավ, որ մենք կարող ենք այս խումբը անցնել ու դրանից հետո արդեն միայն հաղթանակներով ավարտեցինք։ Եվ արդեն վերջին խաղը ամենավորոշիչը նորից Ղազախստան ու այդպիսի վառ ֆուտզալ տրամադրվածությունից էր, արդեն հավատից էր ու իրոք մենք այդքան ուժեղ էինք, թե ուղղակի ոգևորության ալիքի վրա այդ ամեն ինչը ստացվեց։ Չէ, ոգևորության ալիքի մեջ ընդհանրապես ես չեմ համարում, որովհետև մենք շատ լավ էինք նախապատրաստվել, բոլոր վերլուծությունը շատ մանրակրկիտ էր եղել ու մենք համոզված էինք, որ փակել ենք նրանց բոլոր այն ամեն ինչը, ինչ որ կարող էին անել, իսկ Ղազախստանի հավաքականը վերջի 10 տարում իր բարձր նվաճումներն հասնել են 5-րդ խաղի ժամանակ, որը մենք լավ վերլուծել ենք, տեսակ մեր խաղին էլ արդեն 12-րդ րոպեից իրենք սկսեցին 5-րդ խաղացողով ու բացի այդ նվիրվածությունը, այդ եզրափակիչի այդ հոտը, որ դաշտից գալիս էր, այդ ամեն ինչը էլ եմ ասում, այս տղաներին մեկ անգամ եւս ուզում եմ ստեղից ասել շնորհակալություն այդ նվիրվածության համար, որտեղ իրանք հասկանում էին ինչի համար են խաղում ու այդ երկրպագուների աջակցությունը այդ ամեն ինչը բերեց նրան, որ մենք կարողացանք հաղթել։ Նույնիսկ Ղազախստանի մարզչի հետ այդ խաղից հետո զրուցեցինք, ասաց մենք շանս չունեինք ու նաև շեշտեց, որ մենք պարտվեցինք ոչ թե Երևանում, այլ մենք պարտվեցինք Դանիայում, որտեղ իրանք այնտեղ միավորներ կորցրեցին ու հիմա կարող են նաև play-off դուրս չգալ։ Ինքը ասաց, որ մենք ձեր հետ խնդիր չկար, բայց մենք Դանիայում ենք պարտվել։ Շատ լավ, հիմա արդեն ամեն ինչ փառք Աստծո շատ լավ է, դա արդեն կայացած իրողություն է, 2026 թվականի հունվար-փետրվարին լինելու է Եվրոպայի առաջնությունը, եզրափակիչ փուլը Լիտվայում եւ Լատվիայում։ Առայժմ 5 հավաքական ունի եզրափակչին մասնակցելու իրավունք։ Նվաճել ենք մենք պորտուգալացիները, չեխերը եւ 2 տանտերերին տրվել է այդ իրավունքը մասնակցել եզրափակիչ փուլին։ Հասկանալի է, որ պարզ է, որ այսօրվանից արդեն պատրաստվում ենք դրան, բայց երբ է լինելու վիճակահանությունը, այնտեղ կարծեմ 16 թիմ է լինելու, 4 ենթախումբ 4-ական թիմերով եւ առաջին 2 տեղերը դուրս են գալու 4-րդ եզրափակիչ։ Սխեման պարզ է։ Իսկ վիճակահանությունը երբ է լինելու։ Վիճակահանությունը հոկտեմբերի 24-ին է լինելու։ Չնայած մենք վիճակահանության չենք սպասում, որովհետև մենք արդեն սկսում ենք աշխատանքային ծրագիրն եմ արդեն գրում, որ հասկանանք, որտեղ մեզ շատ ընկերական խաղեր ա պետք, մենք այդ UEFA-ի պատուհանները բոլորն օգտագործելու ենք, նույնիսկ մեկ ավել խաղով։ Երևի կխաղանք օգոստոսին նախնական պայմանավորությամբ Լատվիայի հետ Հայաստանում օգոստոսի վերջին, բայց այդ խաղերին
մենք չենք հրավիրելու Ռուսաստանը մեր տղաներին, խաղանք տեղի կադրերով, նաև որ հասկանանք մոտակա ռեզերվի վիճակը։ Հետո սեպտեմբերին արդեն միջազգային պատուհանի օրը, հետո նոյեմբեր եւ դեկտեմբեր բոլոր պատուհաններին խաղալու ենք, ու հոկտեմբերի 24-ից հետո արդեն կհասկանանք ում հետ ենք եւ այդ աշխատանքը կսկսվի։ Կան արդեն ֆուտզալիստներ, ովքեր ձեր տեսադաշտում են եւ կարող են թարմարյան պես համալրել մեր հավաքականը։ Ինչքան էլ շատ լավն է, ինչքան էլ ուժեղ է, այնուամենայնիվ եզրափակիչ փուլը այլ որակ ունի, այլ հարթություն է եւ պիտի ավելի ուժեղ կազմով գնալ այդ փուլին մասնակցելու։ Մեր օգոստոսյան հավաքը հենց դրան է վերաբերվելու, փորձարկելու ենք ելեմս մոտակա ռեզերվին, այդ խաղերին, Ռուսաստանի տղաներին, ովքեր Սուպերլիգայում իրանց չեն հրավիրելու, հենց ձեր ասած հենց այդ օգոստոսին կփորձարկենք, որպեսզի հասկանանք ով է այս պահին ավելի մոտիկ հավաքականին, որովհետեւ ցուցակը լայն անելու 20 հոգի, այդ 20 հոգուն ընտրել, նույնիսկ այդ 20 հոգին ընտրելը մի քիչ էլի բարդ լինելու, բայց մենք այդ ներողություն իհարկե առաջ եմ ընկնում գուցե, բայց մոտավորապես ինչ համալրումներ ենք սպասում, միայն Հայաստանի ուժեղագույններն են համալրելու, թե մենք արտասահմանում էլ ունենք հայեր, ովքեր կարող են ուժեղացնել մեր հավաքականը։ Մենք Արսենի Պետրոսյան ունենք, ով նախկինում հանդես է եկել, ծանր վնասվածք ունի, շատ ուժեղ ֆուտբոլիստ է, ինքը հիմի վերականգնման փուլում է, իմ կարծիքով եթե վերականգնման փուլը կլինի, այս պահին ինքը հաստատ կընդգրկվի հավաքականի հետ ընդլայնված ցուցակում։ Մյուսների հարցով դեռ նայում ենք, տենց կոնկրետ անուններ այս պահին չկա, բայց մեր տեղի երիտասարդներից կան, ովքեր արդեն սկսել են դուռը թակել հավաքականի։ Այս պահին արտասահմանում տենց չունենք խաղացող, որին չենք նայե, ու մեր հավաքականի խաղամակարդակին այս պահին տենց ֆուտբոլիստ չկա։ Դրան կնպաստի նաև այն, որ կարծես թե արդեն կայացած առաջնություն ունենք ֆուտզալի Հայաստանի, որի հանդիպումները բավական թեժ պայքարում են անցնում եւ վստահ եմ, որ հետևում եք նաև այսպես ուշադիր թե ովքեր կարող են հավաքական համալրել։ Իհարկե, մեր բարձրագույն խմբի առաջնությունը շատ լարված պայքարում ընթանում, մշտապես հետևում են, ոչ միայն բարձրագույն խմբին, ասեմ, որ առաջի խմբի առաջնությանը նույնպես հետևում ենք, որովհետև շատ հնարավոր է ընդեղից էլ ինչ-որ այս պահի համար չեմ ասում, ընդհանրապես, ու իհարկե, հենց այդ էլ եմ ասում, այդ օգոստոսյան հավաքը վերաբերվելու է հենց Հայաստանի առաջնության ֆուտբոլիստներին։ Շատ լավ, շնորհակալություն այս հետաքրքիր հարցազրույցի համար, պարոն Նազարեթյան, նոր խորագիր ունենք, հյուրը պատասխանում է հեռուստադիտողների նախապես հղած հարցերին։ Մենք ստանում ենք այդ հարցերը, ծաղկակաղ ենք անում եւ իմ գործընկերը Մարիամը, ում հիմա հրավիրելու եմ տաղավար, ձեզ 5 հարց կտա, որոնց կընկալենք անկեղծ պատասխան։ Ընտրեմ։ Եվ այսպես հարցնում է հեռուստադիտողը, տվյալ դեպքում Մարիամի շուրթերով, խնդրեմ Մարիամ։ Բարև ձեզ, պարոն Նազարեթյան, մեր հեռուստադիտողները բազում հարցեր էին հղել ձեզ, բայց մենք առանձնացրել ենք մի քանիսը, հարցերը պետք է լինեն անձնական բնույթի, մենք նշել էինք մեզ մոտ եւ հեռուստադիտողներին հետաքրքրում է որն է ձեր հաջողության գրավականը։ Իմ կարծիքով այդ խստապահանջությունը, որը իմ մոտ շատ բարձր է եւ այդ ինչ որ ես պահանջում եմ ֆուտբոլիստներից, կարծում դրա արդյունքում այս հաջողությունները ինձ թվում է դա։ Իսկ անձնական կյանքում եք խստապահանջ թե միայն բոլոր տեղեր։ Երբևէ երազել եք դառնալ ֆուտբոլիստ։ Երևի ծնված օրվանից, երբ որ հասկացել եմ ֆուտբոլը, այդ պահից երազել եմ, բայց 90-ականների 2-3 թվականներին մեր հայրենիքը գիտեք ինչ վիճակում էր, ես անդամագրվել եմ այդ կամավոր, գնացել եմ ճակատ, դրա համար ֆուտբոլային կարիերաս չստացվեց, բայց բախ վիճակվեց 97 թվականից ընդգրկվել ֆուտզալում ու ես դրա համար շատ գոհ եմ։ Հեռուստադիտողին հետաքրքրում է կմտածեիք, որ նման զգալի հաջողության կհասնեք ձեր երկրի համար, որ մի օր կդառնաք Հայաստանի ֆուտզալի պատմության ամենանշանավոր մարզիչը։ Ես 2002 թվականից Հայաստանի գլխավոր մարզիչն եմ ու այդ օրվանից ես երազել եմ ու հասկացել եմ, որ մենք կարող ենք, որովհետև այդ օրվանից ովքեր ինձ ճանաչում են, գիտեմ, որ ես ասել եմ, այս հասնելու եմ ու դա պատահականություն չի եղել, որտեղ մենք քրտնաջան աշխատանք ենք արել ու նաև
այս մեր ֆեդերացիայի նոր ղեկավարները, հանձինս Մելիք Բեկյանի եւ Նիկո Օսյանի, ովքեր հավատացին իմ այդ ծրագրին, նախկինում տես լուրջ չէին վերաբերվում կամ չգիտեմ, իրանց ֆուտզալը չէր հետաքրքրում։ Այդ դրա արդյունքում մենք այսօր հասանք, որտեվ ես էլ եմ ասում 2002 թվականից ես գիտեի, որ մենք հասնելու ենք այստեղ։ Մի քիչ ուշացավ, բայց կարծում եմ էլի նորմալ է։ Այստեղ մի ասացված հիշեցի։ Զգուշացեք երազանքներն իրականանալու։ Այո։ Անհարմար հարց փոքրիկ, որքան գումար եք ստանում որպես ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ։ Չեմ ուզում տենց կոնկրետ պատասխանել, բայց Ղազախստանի հավաքականի մարզիչից մի 15 անգամ քիչ։ Կարծում եմ այդ հարցը շատերը տված կլինի։ Հա, նորմալ։ Հայերին շատ է։ Ապրելու համար նորմալ է։ Ֆուտզալին եւ ֆուտբոլին ինչն է միավորում եւ ինչն է տարբերակում ըստ ձեզ։ Ֆուտզալը իմ կարծիքով, ոչ միայն իմ կարծիքով, դա ֆուտբոլի հիմքն է, այդ նույնիսկ փոքր երեխաները որ գնում են ֆուտբոլի, այդ փոքր խաղերն են խաղում։ Այդ ֆուտբոլի հիմքն է եւ մենք ինչքան շուտ Հայաստանում հասկանանք, որ դա է ֆուտբոլի հիմքը, մենք ավելի շուտ ֆուտբոլի մասն է խոսքը, ավելի կզարգանա ու ավելի շուտ կհասնենք հաջողությունների, քանի որ միջազգային փորձ ցույց է տալի, որ այն երեխաները, ովքեր սկսել են ֆուտզալով, իրանց մոտ ավելի շուտ, ավելի արագ աճ է լինում, քանի որ մի քիչ մանրամասն եմ փոքր դաշտում երեխաները գնդակին ավելի շատ են հպվում, քան թե մեծ դաշտում, օրինակ մեծ դաշտում եթե խաղում են ամենաշատ գնդակին հպվողներից մեկը Մեսին է եւ խաղի ընթացքում րոպեուկես 2 րոպե ենք գնդակի հետ առնչվում, իսկ ֆուտզալում շատ, ասենք այդ խաղի ընթացքում 30-40% գնդակի հետ աշխատանք է, որը նաև մտքի արագություն, փոքր տարածության մեջ արագ մտածել, այդ ամեն ինչը նաև կբերի հաջողության ֆուտբոլում ու բոլորին խնդրում եմ եւս անգամ 20 տարի ասում եմ, ելեմ ասում, սկսեք ձեր մոտ ֆուտզալից, ձեր դպրոցներում, ձեր ակադեմիաներում, որովհետեւ դա մեր ֆուտբոլին շատ օգուտ կբերի։ Մեր առանձնացած հարցերը այսքանն էին։ Շնորհակալ եմ շատ անկեղծ պատասխանների համար։ Խոսքը փոխանցում եմ ձեզ։ Շնորհակալություն, Մարիամ։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ այս պատմական հաջողության համար, բայց նաև ուզում եմ հավատալ, որ մենք շարունակում ենք գնալ առաջ ու ապագայում հաղթանակ տեսնել։ Մաղթում եմ, որ իրականանա նաև այդ երազանքը ու մենք կարողանանք միմյանց շնորհավորել Եվրոպայի առաջնությունում մեծ հաջողության հասնելու կապակցությամբ։ Շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն էր, ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։